Էլեկտրոմոբիլը, որը համարվում է ապագայի ավտոմեքենա, Հայաստանում առայժմ մեծ տարածում չունի։ Անհատների միջոցով կա մի քանի հատ, այսինքն մենք մոտավոր 3-ից 5 հատ մեքենա կա։ Բոլորովին այլ է պատկերը հարևան երկրում։ Անցած ամսվա մեջ հարևան պետությունում խոսքս Վրաստանի մասին է, 5160 հատ մուտք կա արել։ Կարաք պատկերացնեք։ Բազմաթիվ ավտոմեքենաներ փորձարկած մարզիկը պարզապես հիացած է էլեկտրոմոբիլի հնարավորություններով։ Այս մեքենայի մոտ որպես գեներատոր, որպես շարժիչ եւ հոսանք, ուրիշ ոչ մի բան չկա։ Մեքենան 2010-11 թվականից արդեն իսկ արտադրության մեջ է, մինչև առ այսօրս իրancs մոտ արձանագրված չկա մի հարց ու պատասխան, որ այս մեքենան տեխնիկական խնդրեմ առաջացել եւ շահագործումից դուրս է եկել։ Հայաստանում էլեկտրոմոբիլների տերերի համար առաջին խնդիրը լիցքակայանների բացակայությունն է։ Լիցքավորման կայանները որ ստեղծվի, ինտեր գոյություն ունի այսպեսի մի բան՝ արագ լիցքավորում, որ ասեն կարող է տևի 7-8 րոպե կամ 15-20 րոպե կամ 30 րոպե, դա հարաբերական։ Եվ գոյություն ունի 4 ժամ։ Էդուարդ Եղյանին զարմացնում է այն, որ էլեկտրոմոբիլների ներմուծման համար հարկավոր է բնապահպանման հարկ վճարել։ Ճիշտ է, շատ սիմվոլիկ գումար է, ինքը իրանից, չգիտեմ, ինչ չի ներկայացնում, բայց փաստն է, որ օրենսդրության մեջ չունենք, չենք իմանում ինչ անենք, կամ մեքենան համեմատում են նմանա Nissan Tiida-ին։ Nissan Tiida-ին այս մեքենան նման չի, ուղղակի երկուսն նույն ֆիրմայի տակ են արտադրվում։ Հայաստան ներկրվող էլեկտրոմոբիլների գինը տատանվում է $8,000-ից $10,000 սահմաններում։